եք իրականացնել այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակել է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ ձեր ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ, Ես կներեք, ազգային ժողովն արդեն ելույթ դուք որտեղ տվեցիք։ Ես հարց չեմ տվել Հասցրել եք տպավորություններով Իսրայել թիմում քննարկել եւ մի հասել ամենաթեժ քննարկումներից մեկը Հայփոստին է վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պետականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ գնացով է աշխատել։ Ինչու է սա process-ը շարունակվում։ Սպասի։ Ես չեմ ուզում անդրադառնամ Հայփոստին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինենք, պատասխանեմ, որովհետև դա Պարոն Կարապետյան, հիմա այդ մարդու կինը աշխատում է Հայփոստում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացի ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է եւ ինչ էր, խնդրում եմ մանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ եք քննարկում, պատմեք, Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ եւ որոնք են ճանապարհները։ Կարծես թե հակումի մտահարցին եւ մանդատներ վերցին, գնացին խորհրդարան, Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։ Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ դաշինքից հասկանալի է։ Անպայման։ Եվ կասեք օրինակ թեժ աշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք դուք եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Պարոն Կարապետյան, օրինակ դուք մինչև էլ ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ դա։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էլ ասում եք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական դրույթ է, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում եք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի, այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Դե հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ, ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ, սա մարդ չի, սա մեխանիզմ է, մեր դեմ այս իշխանությանը, մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք, իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ, որ պետությունները, ինչ շատ լուրջ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ, դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակի նկատում եք, ով է ստեղծել են, որ մեր հեղափոխություն, ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, Ադրբեջանին եք ակնարկել, ինչ եք անում։ Դե ինձ մա դուք կհասկանաք։ Չէ, բան կարապետյանը մի քիչ բացատրեք։ Ոչ միայն Ադրբեջանին, ոչ միայն։ Լավ, դուք նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուք ձեր կողքին շատ քիչ կողմը։
իշխանության օրինակ ընդդիմության Դրանից գործընթացը եթե այդպես լինի, ուրեմն դուք եք դժվելու, հայ ժողովուրդն է դժվելու, դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որովհետեւ հա դուք բոլորը հայ ժողովուրդը ինչու պիտի երազեմ որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որովհետեւ առանց ինձ դուք սրանց չեք կարող հեռացնել։ Դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով են համարյա դիմում։ Համարյա չենց են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները Իսկ ինչ ինչ պիտի անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն կարողանաք տեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ։ Հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով իշխանություն։ Հաջորդ վարչապետը չէ։ Հա, Լավ, դեռ փաշ դուք չի, ռեսուրս ունեք սպասեք, մի քիչ ձեր սպասեք։ Մենք ռեսուրս ունենք, փողոց ամեն։ անելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Իսկ ձեր քննարկումներին Երբ չեք հասունանա։ տալիս Կարապետյան մի վերջին ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնալու սպասելիքներն են։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է լինելու։ Բայց արտիկներ կան, որ ձեր թիմի ելույթները Մեր թիմի ելույթներից շատ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, Մեր որ լավ թիմի պատրաստված ելույթները շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Պարոն Կարապետյան, առաջին նստաշրջանի ժամանակ Սոցիալի թիմի հետ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի դրության հարցում տարբեր Իշխանությանը հեռած We are missionaries for the Church of Jesus Christ of Latter-day Saints. We invite you to come to church with us this Sunday. We know that as you make the sacrifice to come to church, that you will be blessed. We know that at church you can feel the peace, rest, and comfort that the Savior provides. We can promise you that as you come to church, you'll grow your relationship with God and deepen your relationship with His Son, Jesus Christ. And you'll have more peace and joy in your life. We'll see you then. See you then. Bye! Հա, ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների Ուշադիր առաջ երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցն եմ տալիս, վերջին հարցն։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Վարդևանյանը եւ Լիանա Գասարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ մի հարցում Կարապետյան ուղղ առաջարկել, որ հանդես գա կլինի ազգային ժողով։ Ես եմ առաջարկել։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի Բայց չգիտեմ, կընտրեն թե չէ, բայց առաջարկել եմ ես։ արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելվում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ մեզ դա վնաս է տալիս։ Ինչ է վնաս Դա տալիս, օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա։ Ինչ կան աղքատացվի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ Իսկ ինչով է մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացի մարդիկ փողոց դուրս գան։ Գուցե ձեր հույսը դա է Այն օրինակ։ մարդը ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այս հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց Եթե ես տնտեսվարողներին։ վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ ձեր հաշվարկներով Փաշինյանը մինչև հաջորդ ընտրություններ կարողանա իշխանությունը ձգել, թե ձեր քայլերով դուք կարող եք օրինակ արտահերթի հասնել կամ Հայ ժողովրդի համար պատշաճանի, եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ իսկ ձեր պլաններով ձեր ծրագրերի մեջ պիտի հաջողության օրինակ հասնեն։
Սուտր դա այդ պայմանավորվածություններով դա հանգամանքներ։ Քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն Հայաստանը կանգնեց մի զարգացման ճանապարհի, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտա իր գնահատականը։ Դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեք։ Ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ, այնքան ընդդիմության օգտին, իշխանությունը այնքան վատ աշխատում։ Դե միշտ էլ դա այդպես է։ Մեր հաշվարկը չի։ Դա ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։